Ես Աստծուն չեմ հավատում։ Աստված գոյություն չունի։ Ահա այսպիսի կարծիքի էր Աստծո մասին հայտնի ուռուցքաբան Մարկուսը։ Մի անգամ նա պետք է մեկներ այլ երկիր մասնակցելու կոնֆերանսի, եւ այնպես է պատահում, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռը ստիպված է լինում կատարել վթարային վայրեջք։ Մարկուսը վերցնում է մեքենա եւ շտապում է կոնֆերանսի վայրը։ Ճանապարհին եղանակը վատանում է, անձրև, մառախուղ, փոթորիկ, եւ նա այդտեղ նկատում է մի տուն։ Մոտիկանալով տանը եւ թակելով դուռը, նրան բացում է մի կին։ Մարկուսը կնոջից խնդրում է հեռախոս, որպեսզի զանգահարի իր ընկերներին եւ տեղյակ պահի իր գտնվելու վայրը։ Սակայն կինը նրան պատասխանում է. «Ես հեռախոս չունեմ։ Դրա փոխարեն քեզ կարող եմ առաջարկել սնունդ եւ տաքանկյուն»։ Հացի ժամանակ կինը առաջարկում է Մարկուսին աղոթել, սակայն Մարկուսը պատասխանում է. «Դրա կարիքը չկա, ես Աստծուն չեմ հավատում»։ Կինը առանձնանում է իր սենյակ եւ սկսում է արցունքներն աչքերին աղոթել։ Երբ ավարտում է, Մարկուսը մոտիկանում է նրան եւ հարցնում. «Այդ ում համար է իր արցունքներն աչքերիդ աղոթում»։ Իսկ կինը պատասխանում է. «Տղայիս, իմ տղան հիվանդ է ուռուցքով եւ նրան կարող է բժշկել միայն բժիշկ Մարկուսը»։ Մարկուսը մի պա կանգ է առնում, վերհիշում է իր անցած ճանապարհը, ինքնաթիռը, մեքենան, եղանակային վատ պայմանները եւ այդ ժամանակ նա ասում է. «Ես Աստծուն հավատում եմ, Աստված մեծ է»։